Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, շատ կարևոր նախագիծ ենք քննարկում եւ դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունը, չի ասել հանրության շատ մեծ ուշադրության կենտրոնում է, բայց մասնագիտական համայնքի համար կարևոր է այս հանձնաժողովի գործունեության եւ նրա որոշումների արժանահավատությունը եւ լավ է, որ անդամների թվի վերանայում է լինում հարաբերակցությունը փոխելու իմաստով։ Այստեղ մի հարց ունեի կապված ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հանձնաժողովի անդամ դառնալու հետ, որով սահմանափակվում է վերջիներիս դատական ներկայացուցչություն իրականացնելու գործառույթը, բացառությամբ, եթե իրենք կողմ չեն կամ օրինական ներկայացուցիչ չեն։ Եթե ոչ անդամ, հանձնաժողովի ոչ դատավոր անդամը նաև ներկայացնում է հասարակական կազմակերպություն կամ հասարակական կազմակերպության աշխատող է, իրավախորհրդատուն է, իրավաբան է, ապա այն սահմանափակումները արդյոք գործում է նաև տվյալ, ասենք, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է եւ ինչպես է այս դեպքում լինում կարգավորումը, արդյոք կա որոշակի սահմանափակում նաև տվյալ կազմակերպության նկատմամբ, իհարկե ոչ թե խրախուսում եմ, այլ ուղղակի հարցադրում եմ անում, որովհետեւ պրակտիկան ցույց է տալիս, որ հենց իրավապաշտպան ՀԿ-ներից են գնում թեկնածություններ ոչ դատավոր անդամների համար եւ մեկ դիտարկում ԿԿՀ-ին հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը, եթե ոչ դատավոր անդամ է, օրենքն ասում է նախագծում ձևակերպված է օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, իսկ օրենքը ասում է պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ պաշտոնը թողնելուց հետո կամ ամենամյա արդյոք ոչ դատավոր անդամը որ պաշտոնի մասին է խոսքը եւ որ պահից պիտի ինքը ներկայացնի հայտարարագիր եւ արդյոք շատ խիստ չեն այս կանոնները ոչ դատավոր անդամի համար հայտարարագիր ներկայացնելու մասով։ Շնորհակալություն։